The community. Հաղորդման գործընկերներն են Գարիկի մոտ, Dark Tint, Sky Glam։ Այսօրվա մեր հերոսուհին մեզ սպասում է Universal Studio-ում։ Մերին է մեր հերոսուհին այսօր, բարև Մերի, բարև, ինչպես ես։ Լավ, դու ինչպես ես։ Լավ եմ, շնորհակալ եմ, որ վաղ առավոտյան համաձայնվեցիր մեր հետ հանդիպել։ Շնորհակալ եմ հրավերքի Դե քանի որ վաղ առավոտյան ենք հանդիպել, ուզում եմ ամենաառաջին հարցը տալ քեզ։ Ինչպես ես սկսում առավոտը։ Մի բաժակ կոֆեով, սուրճով։ Սուրճն է քեզ արթնացնում։ Այո։ Վաղ արթնացողներից ես միշտ։ Միշտ, համարյա միշտ, այո։ Մերի քանի տարի ապրում ես Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Արդեն 23 տարի։ 23 տարի։ Կհիշես այդ օրը, առաջին օրը, որ հայտնվեցիր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հիշում եմ, այո, այսօրվա պես հիշում եմ 23 տարի առաջ եկա մայրիկս տեղ էր բնակվում, միացա մայրիկիս։ Միացել ես մայրիկին։ Այո։ Հայաստանում ես դպրոցը գնացել, թե եկել շարունակել ես այստեղ։ Հայաստանում ավարտեցի դպրոցը, ընդունվեցի մանկավարժական համալսարաններ կոչվում է ժամանակ, բայց չավարտեցի ցավոք սրտի։ Պիտի գայի ընտանիքի վերամիավորում էր կոչվում է ժամանակ։ Ահա։ Հիմա էլ է այդպես կոչվում, ինչքան գիտեմ, հիմա էլ է այդպես կոչվում։ Եկար ու առաջին քայլը լեզվի խնդիր ունեիր այդ ժամանակ։ Լեզվի խնդիր կար, բավական, այո, կար։ Ինչ էիր անում, որ լեզուդ ավելի լավը լիներ, որպեսզի ինտեգրվեիր այս միջավայրին։ 10 օր հետո ընդունվեցի աշխատանքի մի միջավայր, բժշկական օֆիս էր, որտեղ բոլոր հիմնականում ստեղի հին ապրողներ էին։ Ու իրանց հետ ընդգրկվեցի ես կյանքի մեջ ամերիկյան։ Իրանք էլ են, չէ՞ քեզ օգնել երևի։ Շատ են օգնել, այո, այո։ Երբ որ խոսում ես, շփվում ես, լեզուդ ավելի արագ է բացվում, այո, շատ են։ Իհարկե հայեր էին բոլորը։ Խնդիրներից մեկը հենց դա է, որ մենք ես օրինակ ապրում եմ Գլենդելում, որը փոքր Երևան է, ու այնտեղ անհնարին է, եթե դու քոլեջ չգնաս, անհնարին է, որ դու շփման միջոցով լեզուն սովորես։ Այո, ավելի լավ հայերեն ես սովորում կան։ Ավելի լավ հայերենը դա կատարելագործվում։ Մերի, թե ինչի ենք մենք այսօր հանդիպում Universal-ում, ես ուզում եմ, որ մեր հետևորդներն էլ իմանան։ Մենք մի քանի օր առաջ ես քեզ հետ ծանոթացա Արոյի իվենթներից մեկում։ Այո։ Եվ երբ իմացա, որ Հելլոուինի օրերին Universal-ի հերոսների մեծ մասի, ինչպես Արոնը ասում, մեծ մասի գրիմը անում ես դու, ես լավագույն մասի։ Լավագույն մասի։ Ես հիանալիորեն զարմացած էի։ Ես շատ ուրախ էի, որ մեր հայ աղջիկը Universal Studio-ն այսօր Universal Studio-ին աշխատանք ունենալը այդքան էլ հեշտ գործ չի։ Ես ուզում եմ մի փոքր պատմես դրա մասին։ Universal Studio-ում այս Halloween-ի օրերին ինչ աժոտաժի մեջ է եղել։ Մենակ ես աշխատում, թիմի հետ ես աշխատում, մի քիչ դրանից կպատմես։ Իհարկե, 3 տարի առաջ երբ ավարտեցի make-up school, իհարկե դրանից առաջ շատ բաներ եմ սովորել, բայց մի օրում որոշեցի, որ պիտի կյանքս փոխեմ։ Ունեմ ստեղ bachelor degree, master's շարեցի, բայց որոշեցի փոխեմ։ Երբ որ մտա ընդունվեցի make-up school, սկզբից ինձ թվում էր ինձ սկսազի բյուրի make-up, թեթև, գեղեցիկ, ինչ-որ աղջիկական, բայց առաջի դասը երբ արեցինք արդեն ավելի վերք, կտրվածք, արյուն, հասկացա, որ էդ է իմը։ Հենց ավարտեցի 2023-ի ապրիլի վերջ ավարտեցի make-up school-ը, 6 ամսվա դասընթացներ էր, ստացա master make-up դիպլոմա։ Դրանից հետո բավական կինոներ արեցի, մի քանի ամսվա մեջ, մոտ 10 պրոջեկտ արդեն արել էի, մինչև հուլիսի վերջին արդեն ինտերվյուներ Horror Night-ի։ 3 էտապով էր ինտերվյուն, ընտրվեցի, 500-ից ընտրեցին 20 հոգի, որից մեկը ես էի։ Ու 3 տարի արդեն ես ապրում եմ իմ երազանքի, չգիտեմ, երազանքն է իմ կատարվում։ Ես 40 օր, 3 տարի Horror Night-ին, տևում է 40 օր, 40 գիշեր, ես աշխատում եմ ստեղ։
Մերի, այդ նշեցիր, որ մի օրվա մեջ որոշեցիր ամեն ինչ փոխես ու սովորես գրին։ Այո։ Ինչն էր պատճառը, որ որոշեցիր, ինչ որ մեկի մոտ տեսել էիր այդ աշխատանքը, թե ինչ որ մի ֆիլմ էիր դիտել, թե ինչ որ ինֆորմացիա էիր կարդացել, ինչն էր պատճառը, որ որոշեցիր հենց այդ մասնագիտությամբ գնալ։ Չէ, ոչ մեկ չի եղել դրանցից, քո նշածներից։ Ես ունեմ տենց բնավորություն, որ միանգամից որոշում եմ ու անում եմ։ Ուղղակի հասկացա, որ օֆիսային աշխատանքը իմը չի։ Ես ավարտել էի, այսինքն bachelor degree speech therapist որպես պիտի master's անեի, որ դառնայի speech therapist, այսինքն լոգոպեդ հայերեն ասած, բայց հասկացա, որ ես չեմ կարող 9-ից 5-ը օֆիսում նստել, իմը չէր։ Ես ինչ չէի գտնում այդ մասնագիտության մեջ ու որոշեցի, որ միգուցե մեյքափի ասպարեզում գտնեմ ինձ ու տենց սկսվեց։ Դու նշեցիր քո առաջին աշխատանքը Ամերիկայում, դա բժշկական օֆիս էր։ Հիմա կհիշես քո մասնագիտությամբ ամենաառաջին աշխատանքը ով ա եղել այն մարդը, ում առաջինը գրիմ ես արել։ Նու պրոֆեսիոնալ եմ ուզում հիշես, չեմ ուզում նշես մայրիկին արեցի, քույրիկին կամ ընկերուհու։ Չէ, ոչ մեկի չեմ անում գրիմ, առաջի աշխատանքս որ եղել է, դեռ ուսանող էի մեյքափ սկուլում, առաջի կինոյի առաջարկը եկավ որպես ուսանող։ Ներողություն եմ խնդրում, ես ուզում եմ հասկանալ, այդ առաջարկը ինչպես է գալիս։ Գալիս են, տեսնում են ուսանողներին, աշխատանքն են ուսումնասիրում, ուզում եմ հասկանամ ինչ սկզբունքով ընտրեցին քեզ, ինչ սկզբունքով ստացար այդ առաջարկը։ Մեր դպրոցը համագործակցում է New York Film Academy հետ, այդտեղի ուսանողներից էին։ Առաջարկը եկավ, արդեն ծանոթ էինք ինչ որ չափ, ու ես այդ առաջի առաջարկներ որ ընդունեցի ու հենց ոտք դրեցի նկարահանման հրապարակ, սիրահարվեցի այդ սերեր առաջի հայացքից, հասկացա, որ ես գտել եմ իմը, վերջապես։ Ինչ դժվարությունների ես հանդիպել այս ընթացքում, արդեն ասեցիր 3 տարի է, չէ՞, զբաղվում ես այս գործով։ 3-ից ավել։ 3-ից ավել։ Ինչ դժվարությունների ես հանդիպում։ Որն են այն դժվարությունները, որոնք կարող են քեզ կոտրել, որոնք կարող են թևաթափանել քեզ։ Կան այդպիսի դժվարություններ ես գործում։ Դեռ չեմ, ինձ համար չկա դժվարություն։ Եթե կա դժվարություն, հաղթահարում եմ։ Օր ա եղել, որ 38 ժամ չեմ քնել, որտեվ 2 պրոջեկտ եմ վերցրել իրար հետևից, բայց դա էլ եմ հաղթահարում։ Այնքան շատ եմ սիրում այս աշխատանքը, որ ինձ ոչ մի բան չի կանգնացնում։ Մերի միայն ամերիկյան ինդուստրիայի հետ ես աշխատում, թե հայկական ֆիլմերի հետ էլ ես աշխատում։ Աշխատում եմ հիմնականում ամերիկյան, բայց 2 պրոջեկտ արդեն հայերի հետ եմ արել, երկուսն էլ բախտս բերել է լավագույններից լավագույնների հետ։ Կարող ես նշել այդ պրոջեկտները։ Իհարկե, առաջի պրոջեկտը եղել է Վազա Անդրեաս Ջակթոփալյան, իրանց պրոջեկտներ, երկրորդը եղել է Արշո Հարությունյան եւ Սոս Ջանիվեկյան, իրենց հետ։ Քո ամենա հիշարժան նախագիծը այս 3 տարիների ընթացքում, որով դու միջև այսօր հպարտ ես, հմայված ես, որով դու ուրախացար, որ իմացար, որ այդ նախագծում դու ընդգրկված ես, դա որն է։ Ամերիկյան եղել է Horror Night-ը, երբ որ email-ը ստացա, որ ես արդեն մեջն եմ, այդ ինձ համար ցնծություն էր։ Եվ այս վերջերս, որ առաջարկ եկավ Արշո Հարությունյանի հետ հաղորդում նկարելու, Սոս Ջանիվեկյան, էդ էլ էր երազանք ինձ համար։ Ես երբեք չէի պատկերացնում, որ նրանց հետ մի նկարահանման հրապարակում կլինեմ երբևէ։ Ռեժիսորների ու դերասանների հետ աշխատելիս։ Շատ բազմաթիվ։ Ամենադժվար պահը քեզ համար ո՞րն է։ Ուզում եմ հասկանամ, լինում է պահեր, երբ օրինակ ռեժիսորը քեզ ասում է, այս գրիմը պետքա սենց անես, ես դա եմ ուզում հասկանամ, նրանք են քեզ թելադրում ինչ պետք է անես, թե դու ինքդ քո կողմից արդեն առաջարկում ես ինչ պետք է անես։ Իրանք չեն թելադրում, առաջինը ես կարդում եմ սցենարը, ըստ սցենարի է արվում ամեն ինչ, բայց երբ որ կա ինչ-որ մի բարդ մեյքափ, որ պիտի արվի, հատուկ էֆեկտների, ես առաջարկում եմ մի քանի տարբերակ։
որը որ հարմար է բյուջեին, որը որ հարմար է ռեժիսորին։ Ես միշտ աշխատում եմ ռեժիսորի հետ եւ փորձում եմ հասկանալ, թե նա ինչ պատկերացում ունի։ Ու ըստ դրա առաջարկում եմ իմ տարբերակները նաեւ, բայց ըստ սցենարի հիմնականում։ Մերինայի ինչ սիրուն ֆոնի վրա ես կանգնել, կարմիր գորգի։ Ես արի միասին, ես էլ քո հետ միասին քեզ համար երազանք պահենք, որ հոլիվուդյան ամենա հայտնի կինոինդուստրիայի հետ մի հատ շատ լավ պայմանագիր ունենաս։ Ես երազանքը պահեցի գլ պայարը, որ մերի գործերը լավ լինի, մերն էլ լավ լինելու, արո։ Հետո միտեղ գլուխ կգովանք, կասենք մերին ճանաչում։ Բայց ես հիմա էլ եմ գնով։ Որն է քո դիմահարդարման ամենասիրելի տեխնիկան կամ ոճը, չգիտեմ։ Ավելի շատ ինչի է դες սիրում աշխատել։ Արյան, կեղծ fake blood, կեղծ արյան հետ։ Չգիտեմ ինչի մոտ լավ է ստացվում սարքել նման տեսարաններ կեղծ արյունով։ Էդի միշտ, բայց իրոք չեմ հասկանում, թե ինչի ես ունեմ այդ պատկերացումը սպանությունից հետո, ոնց ինչ տեսք ունենա հրապարակը նկարահանման կամ ինչ ձևի կլինի, բայց իմ մոտ շատ լավ է ստացվում ու բոլորը գիտեն։ Մեզանից բարձր է գոռում։ Երբ որ ինչ-որ մեկը կարծում է սցենար, որտեղ կա շատ արյունոտ տեսարաններ, անմիջապես ինձ են զանգում, որ քո համար լավ սցենար ունենք։ Բայց փոքր ժամանակ արյունից վախեցել ես։ Հիմա էլ, եթե հարազատի մոտ տեսնեմ կտրվածք, հետաքրքիր փաստ է, արյանից սիրում ես աշխատել, բայց արյունից վախենում ես։ Հետաքրքիր ինչ դեպք կարող ես հիշել այս 3 տարիների ընթացքում, որ կատարվել է քո հետ աշխատանքի ընթացքում։ Բազմաթիվ են լինում։ Մի հատը մեզ կպատմես։ Այս պահին չեմ մտաբերում, բայց լինում են պահի տակ ինչ-որ փոքր դեպքեր, բան շատ հետաքրքիր դեպքեր եղավ վերջում, երբ որ այս վերջի պրոջեկտը, երբ որ նկարահանում էինք Սոս Ջանիվեկյանի եւ Արշոյի հետ, շատ հետաքրքիր բաներ եղան, բայց հենց հիմա չեմ մտաբերում հենց specific ինչ պատմեմ։ Հասկացա։ Մերի քեզ ավելի հեշտ է աշխատել մեր հայ ռեժիսորների եւ դերասանների հետ, թե ամերիկյան ինդուստրիայի ռեժիսորների եւ դերասանների հետ։ Արդեն թե դրանք տարբեր են։ Չէ, տարբեր են, արդեն սովորել եմ ամերիկյանի հետ, ինչպես լեզու գտնեմ, իրանց ոճը, իրանց բայց մեր հայերի հետ է բախտս բերել է 2 պրոջեկտը եղել են լավագույնները, բախտս բերել է այդ հարցում։ Մերի ժամանակի ընթացքում ամեն ինչը փոխվում է, չէ՞։ Մենք հիմա ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ ամեն ինչը շատ արագ է փոխվում։ Այո։ Բնականաբար քո մասնագիտության հետ կապված տեխնիկան, ոճը փոխվում է, չէ՞, արագ։ Այսօր այս նյութով ես աշխատում, վաղը մյուս նյութով ես աշխատում։ Ինչ ես անում, որպեսզի քո հմտությունները զարգացնես։ Նոր դասընթացներ ես վերցնում, թե ինչ որ տեղ կա, որտեղ գնում ես, նորից սովորում ես կամ ինչ որ տեղի հետևում ես, որպեսզի հետ չմնաս այդ տեխնոլոգիաներից, ինչ ես անում։ Անդադ սովորում եմ, այս գործը չունի մի կետ, որ ասես ես ամեն ինչ գիտեմ, էլ պետք չի սովորել։ Իհարկե անդադ սովորում եմ, կան մի օրով, 2 օրով դասընթացներ, որ վերցնում եմ արդեն վերապատրաստվելու համար։ Կան խանութներ հատուկ, որտեղ նյութերը վաճառում են, շատ առնում եմ, ես փորձում եմ ինձ վրա, թե որը ինչ տեսք ունի։ Այտենց հիմնականում տենց եմ փորձում պահել, այս ժամանակի հետ համընթաց գնալ։ Աշխատանքային պրակտիկայի ընթացքում եղել են դեպքեր, որ քո դիմահարդարումը ինչ որ մեկին դուր չգա։ Չգիտեմ, դերասան լինի դա կամ նույնիսկ Universal-ի օրինակ հերոսների, որ անես դիմահարդարումը դուր չգա կամ ինչ որ մի բան ուզենա փոխի, ինչ ես անում այդ դեպքում։ Ընդհանրապես կինոյի նկարահանման ժամանակ դերասանը չի կարող ասել իրան դուր է գալիս թե չէ։
որտեվ ամեն գույն, ամեն detail, ամեն ինչ համաձայնացված է ռեժիսորի հետ։ Խոսքը ռեժիսորինն է։ Ռեժիսորը, եթե իմ ավարտելուց հետո ռեժիսորն է ասում լավ է թե վատ, եթե ինչ-որ բան պիտի փոխվի, իհարկե փոխում ենք, որտեվ դա իմ պրոջեկտը չի, դա իրանցն է։ Իրանք պիտի ասեն ինչքանով է լավ, ինչքանով է իրանց պատկերացմանը համապատասխան։ Մերի, եւ վերջին հարցը, մինչեւ բլիցին անցնելը, վերջին հարցն եմ քեզ ուզում տալ։ Ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, ովքեր որոշել են այս մասնագիտությունը սովորել, որտեղից սկսեն, ինչին ուշադրություն դարձնեն, ինչպես պետք է վերաբերվեն իրենց մասնագիտությանը, նաև կարող ես խորհուրդ տալ որտեղ սովորեն, ինչ դասընթացներ վերցնեն, ինչ կասես այդ մարդկանց։ Առաջինը պիտի սիրեն շատ, որտեվ էսի հեշտ չի։ Իրոք դժվար մասնագիտություն է, կարող է մտածեն, դե մակիաժ է անում, մեյքափ արտիստ է, բայց չէ, իրոք բարդ է։ Դու պիտի ի վիճակի լինես 12 ժամ աշխատես, երբեմն տևում է 15 ժամ, երբեմն տևում է 16 ժամ։ Դու պիտի աշխատես, նվիրես քո ժամանակը այս գործին։ Կան մի քանի մեյքափ սքուլեր, որոնք սովորեցնում են։ Եթե իրոք ինչ-որ մեկը հետաքրքրված է, կարա սրճանի, իմ դպրոցը կոչվում էր MUD, մեյքափ դիզայների, Սան Ֆերնանդո փողոցի վրա։ Շատ լավ դպրոց էր, ես շատ եմ սիրում այդ դպրոցը, մինչև հիմա էլ կապս պահում եմ բոլորի հետ։ Ինձ ահագին բան են տվել իրանք, գիտելիք։ Մերի, միայն կինոյում ու Universal-ի գրիմն ես արել, թե դու նաև թատրոնում կարող ես աշխատել։ Եղել են փորձեր, որ թատրոնում աշխատես։ Թատրոնում չէ, առաջարկ չի եղել դեռ, բայց կինո, music videos, fashion show, ֆոտոշութեր, նման բաներ, այո, շատ է եղել, շատ է պատահել, արել եմ։ Անցնենք մեր բլից հարցերին։ Ես քեզ մի քանի բլից հարց եմ տալիս, դու արագ առանց մտածելու պատասխանում ես։ Լավ։ Facebook թե Instagram։ Instagram, Սուրճ թե թեյ։ սուրճ, Բնական լույսի տակ աշխատել թե ստուդիո։ բնական լույս, Հին տեխնիկան թե նոր տեխնիկան։ միքս, երկուսը միքս, Կինո թե թատրոն։ կինո, Երբ աշխատում ես, երաժշտությունը քեզ օգնում է թե խանգարում։ շատ է օգնում, Կարճաժամկետ թե երկարաժամկետ նախագծեր։ երկարաժամկետ, Ժամադրությունից ուշացողն ես թե ժամանակին եկողը։ երբեք չեմ ուշանում, Տղամարդկանց հետ է հեշտ աշխատել թե կանանց դիմահարդարանի Տղամարդկանց։ նկատի ունեմ։ Ինչը քեզ կարող է հունից հանել։ շատ բաներ, ուղղակի այս գործ մեջ պետք է հունից դուրս չգաս։ Հասկացանք։ Մերի, ես քեզից շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Այս վաղ առավոտյան մեզ ժամանակ տրամադրելու համար ես իսկապես շատ հիացած եմ քեզնով։ Ես տեսել եմ քո աշխատանքները, մեր հետևորդները եթե ուզեն կարող են գալ, մտնել քո Instagram-յան Այո, իհարկե։ եւ տեսնել քո աշխատանքները։ Ես հիացած եմ, որ մեր հայ աղջիկը այսօր ամերիկյան ինդուստրիայում ներկայանում է որպես հայ ազգի ներկայացուցիչ։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ, քեզ մաղթում եմ ամենալավ նախագծերը։ Շնորհակալ եմ։ Թող դա լինի կարճաժամկետ, թող դա լինի երկարաժամկետ, կարևորը քո սրտով լինի Այո։ ու հանգիստ մարդիկ լինեն, որպեսզի քեզ հունից Ուրիշ չանեն։ Շնորհակալ եմ շատ։ Անչափ շնորհակալ եմ հրավերքի համար։ Շատ ստացված եմ։ Ստեսություն։ Հաջողություն։